Քաղաքացիական նախաձեռնություն, հանրայինը, հանրությանը։ Ռեժիմին սպասարկող հանրային հեռուստատեսությունն այս տարիների ընթացքում անհաղորդ է մնացել հանրային կյանքին, ստվերում թողնելով հարկատուների շահերից բխող տեղեկատվությունը։ Այն սպասարկել է գործող ռեժիմին, վերջինիս կլանային օղակներին, դառնալով նախագահականի նախասիրությունները եւ թելադրանքները կատարող կառույց։ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է որոշ սուբյեկտներին սպասարկող բիզնես հաստատություն։ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստա-ռադիոընկերության այսպես կոչված խորհուրդը երբեք էլ չի կատարել իր գործառույթը։ Սերժ Սարգսյանը, ում հանդեպ իր պարտքը չէր մարել, ուղարկում էր այդ խորհուրդ կամ էլ այնտեղ հայտնվում էին նրանք, ովքեր ժրաջանորեն ծառայություններ էին մատուցել ռեժիմին։ Խորհրդի ներկայիս կազմի անիմաստ եւ լուծարման ենթակա լինելու մասին է վկայում անարձագանք մնացած հանրային հնչեղության հարցերը, իսկ ռեժիմի կամակատար հանրային հեռուստա-ռադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին տրված է եղել բացարձակ իշխանություն միանձնյա որոշումներ կայացնելու համար։ Նախաձեռնությունը պահանջում է հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի, հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, հանրային հեռուստա-ռադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի եւ հանրային հեռուստա-ռադիոընկերության խորհրդի անդամների հրաժարականը։ Այս կազմը վաղուց ապացուցել է, որ հանրությանը ծառայելու փոխարեն ծառայել է ռեժիմին։ Մի շարք քաղաքացիներ, հատկապես սոցցանցերում քննարկում էին, որ հանրային հեռուստատեսությունը դադարել է հանրային լինելուց։ Հատկապես վերջին իրադարձությունների ժամանակ այն անհաղորդ է մնացել կամ տեղեկատվությունը ներկայացրել է միակողմանի։ Հանրային հեռուստաընկերությունը դեռևս սկսած Մաշտոցի պուրակի ակցիաներից վերջացրած Քայլ արա Մերժի Սերժին նախաձեռնություններից լուսաբանել է միակողմանի, խեղաթյուրելով իրականությունը Քայլ արա Մերժի Սերժի նախաձեռնության ժամանակ Արադ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ազգային ժողովում վառեցին այսպես կոչված ֆայրերը եւ հայտարարեցին քաղաքացիական աննազանդությունների սկիզբը, ինչին հմեկը ուղղակի չէր կարող չանդրադառնալ, էլ անդրադարձան խեղաթյուրված փաստերով, զուգահեռներ տարան ինչ-որ դիսկոտեկների հետ կապված ու բացահայտ հեգնանք կար նյութի բովանդակության մեջ, ինչը անթույլատրելի է։ Հանրային հեռուստաընկերությունը սկսեց լուսաբանել Քայլ արա շարժումը միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը տապալված էին եւ հանրային հեռուստաընկերությունը ուղղակի անցում կատարեց, փորձելով տեղավորվել նոր իշխանությունների կոմֆորտի զոնայում, այսպես ասած։ Նույն Հարություն Հարությունյանը, հանրայինի լուրերի տնօրենը, անգամ սկսեց գովաբանել Facebook-ում իր գրառումներում շարժումը, այնինչ դրանից շատ քիչ ժամանակ էր անցել, երբ լրիվ հակառակն էին անում։ Այսինքն հանրայինը միշտ փորձում է ծառայել ոչ թե հանրությանը, այլ տվյալ պահին գործող իշխանությանը։ Այս պահին էլ փորձում է հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի քաղաքացիների հարկերով գործող հեռուստա-ռադիոընկերությունն իր ինֆորմացիոն աջակցությունն ուղղել է ոչ թե Հայաստանի քաղաքացուն, այլ իշխանությանը։ Մինչդեռ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ մասում ասվում է. Հոդված 26. Հանրային հեռուստա-ռադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները։ Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը, ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ կարծիքների բազմազանություն։ Հանրային հեռուստա-ռադիոընկերությունում միշտ իր ուրույն տեղն է ունեցել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը Ռիտա Ալեքսանի Սարգսյանը։ Հանրային հեռուստա-ռադիոընկերության կազմակերպած մի շարք միջոցառումների ժամանակ մասսայական հանդիսությունների ռեժիսորի պարտականություններն իրականացրել է մանկապարտեզի երաժշտության դասատու Ռիտա Ալեքսանդրովնան։ Տիկին Ռիտան էր որոշում, ով երգի, ինչ երգի։ Ավելին բանակին բնորոշ մեթոդներով շարում ու ցրում էր երգիչներին։ Բավական է տիկինը շարվելու հրաման տալ, խումբը մեկ գծով կանգնում էր ավանսցենայում։ Նման միջոցառումներից էին օրինակ բանակի տոնը։ Բայց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 3-րդ գլխում ասվում է. Հոդված 17. Հեռուստա-ռադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստա-ռադիոընկերությունների գործունեությանը միջամտելը։
Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։ Եթե անգամ Ռիտա Սարգսյանը առաջինի փոխարեն լիներ գերագույն գլխավոր տիկին, միևնույն է, աշխատանքին միջամտելու ոչ մի իրավասություն չուներ։ Օրենքի չարաշահում է նաև «Լավ երեկո» կոչված հաղորդումը եթեր հեռարձակելը, քանի որ հանրային հեռուստատեսությունը հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով իրավունք չունի ցուցադրել զվարճալի ծրագրեր։ Հավանաբար բոլորն են հիշում նույն հաղորդման մարտի 8-յան տխրահռչակ թողարկումը Աբովյան քրեակատարողական հիմնարկից։ Հոդված 24 Հեռուստառադիո հաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը արգելվում է բռնության եւ դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող եւ անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելը։ Մինչ այսօր պատասխան տվել է ինչ-որ մեկը ՀՀ քաղաքացու արժանապատվությունը նսեմացնելու համար, անգամ եթե պատասխան տվել է, օրինակ, թուղթ մրոտելու մակարդակի նկատողություն է եղել, ապա հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պարտավոր էր հանդես գալ հրապարակմամբ, որը չի արել։ Մեկ այլ խախտում նույն օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հոդված 26. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները։ Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման բարձրագույն մարմինը հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է։ Օրենքով ամրագրված սկզբունք է, որ արտադրությունը պետք է իրականացնի ՀՄԵԿ-ը եւ հանրային ռադիոն, ապա ինչպես է ՀՄԵԿ-ից պատվեր իջնում, օրինակ, Շարմ Հոլդինգին։ Մեխանիզմը կարծում եմ պարզ է, հանրայինն ու Շարմ Հոլդինգը ասել է, թե մի գրպանից ձեռքս տարա մյուսը։ Հանրային հեռուստաընկերությունը տարիներ շարունակ, ունենալով համապատասխան հնարավորություններ եւ ռեսուրս, հեռուստաարտադրանքի պատվերները տվել այլոց։ Մեզ հասած տեղեկություններով հանրային հեռուստատեսությունում կատարվում են բազում outsource աշխատանքներ։ Այն պարագայում, երբ հանրայինն ունի համապատասխան բոլոր ռեսուրսները։ Սկսած տաղավարների վարձակալությունից մինչև նկարահանումների ու մոնտաժման աշխատանքները իրականացվում է ՀՄԵԿ-ից դուրս։ Պետական կառույցները նախագծեր ֆինանսավորելուց առաջ պետք է հայտարարեն մրցույթներ, նոր միայն հաղթող կողմին փոխանցումներ իրականացնեն։ Տեսել է երբևէ ինչ-որ մեկը, որ հանրային հեռուստատեսությունը որևէ մրցույթ անցկացնի։ Այս ինստիտուտը կոչվում է ԽԾԲ, խնամի ծանոթ բարեկամ, կամ Պառնի ԻՍԿՎՆ։ Ջաղինյանին եւ Մարգարիտային չհարցնեք, միևնույն է, լռելու են։ Սովորություն է, ռեժիմից մնացած։ Հանրային հեռուստաընկերությունը իսկապես թքած ունի լսարանի վրա։ Նույն օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է. իր ծրագրերում ապահովել խուլու համր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը։ Օրակարգ լրատվականի ընթացքում շատ մանր լուսագրերով տեղադրվում է համառոտ, խմբագրված լուրեր, բայց լուսագրերն ու կադրերը իրար չեն համապատասխանում, ավելին բացարձակ կապ չունեն։ Ոչ մի հիմնական թողարկում չկա սուրդո թարգմանությամբ։ Սա արդեն հանրապետության քաղաքացու իրավունքների ոտնահարում է։ Ոչ պարբերաբար թողարկումները սուրդո թարգմանչի ներկայությամբ վկայում են այն մասին, որ հանրային հեռուստառադիոընկերությունը ընդհանրապես պտիչկա դնելու համար, դե հա բանա տալիս ենք, այն էլ ոչ հիմնական գրաֆիկով ժամը 17-ին, բայց շատ ներողություն, խուլ համր համայնքը եւս աշխատում է։ Նրանք եւս աշխատունակ մարդիկ են, ինչի՞ եք դուք որոշել, որ պետք է, ասենք, ժամը 21-ի թողարկումը այդ մարդիկ չնայեն։ Եվ հետո, եթե խուլ համր հանրությունը ցանկանա դիտելու փոխարեն կարդալով տեղեկացվել, թերթ կկարդա։ Ինչ իրավունքով է ՀՄԵԿ-ը իրեն ձեռնտու տարբերակը պարտադրում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Գուցե սա էլ խնայողության նոր ձև է։ 6 միլիարդ բյուջե ունեցող կառույցը խնայում է տեղեկատվությունը։ Տրամաբանական է, իրենց ինչ պետք է սուրդո թարգմանիչ։ Միևնույն է, այդ տողերը միջև եթեր հեռարձակվելը գրվում են։ Հանրային հեռուստառադիոընկերությունում գովազդի ցուցադրությունն արգելվում է։ Սակայն չգիտես ինչու ՀՄԵԿ-ով եթեր է հեռարձակվում Արչին բանկի գովազդը։ Հուսանք այս ամենը կապ չունի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի եւ նրա Արչին բանկի վարչության անդամ ամուսնու հետ։ Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը 5-րդ կետի խորհրդի անդամ չեն կարող լինել։ 4-րդ մասում նշված է.
հեռուստառադիոընկերությունների հետ ծառայությունների մատուցման եւ կամ աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձինք։ Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի հեղինակային հաղորդումները եթեր էր հեռարձակվում հանրային առաջինով։ Մատենադարանի գանձեր, Հայաստանի առեղծվածները։ Եթե խորհրդի անդամները հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու իրավունք չունեն, ուրեմն պարոն Զաքարյանը անօրինական էր վարում այդ նախագծերը։ Անգամ եթե կամավորական հիմունքներով է իրականացրել, այնուամենայնիվ անօրինական է։ Ինչպես կարող է հանրային հեռուստաընկերության եւ հաղորդավարի միջև աշխատանքային պայմանագիր չլինել։ Իսկ եթե եղել է, ինչ իրավունքով է անձը շարունակել մնալ խորհրդի կազմում։ Ըստ հանրային հեռուստաընկերության միջանցքներում շրջանառվող լուրերի, ՀՄԷԿ-ի երրորդ հարկը հիշեցնում է տուրիստական գործակալություն։ Հանրային միջոցներով ՀՄԷԿ-ի ղեկավարությունը զարկ է տվել տուրիզմին եւ շրջում է ամբողջ աշխարհում։ Վառ ապացույցներից է ՀՄԷԿ-ի աշխատակազմի Facebook-յան թեգերը։ Հարց է առաջանում, ինչ իրավունքով են հանրային միջոցները վատնում սեփական հաճույքների համար։ Չնայած, որ Հայաստանի ներկայացուցիչը Եվրոտեսիլ մրցույթում չանցավ եզրափակիչ փուլ, սակայն խումբը չշտապեց վերադառնալ, այլ զբոսնում է Լիսաբոնում։ Նախաձեռնությունը այս օրերի ընթացքում ստանում է բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր հենց հանրային հեռուստաընկերության ներկա եւ նախկին աշխատակիցներից, որոնք տեղեկատվություն են տրամադրում միայն մեկ պայմանով, որ մենք չենք հրապարակի նրանց անունները։ Բնականաբար այդ անձանց գաղտնիությունը ապահովված է, սակայն մենք ցնցված ենք, որ հենց հանրային հեռուստաընկերության աշխատողները, որոնք պետք է լինեին ամենաազատ խոսքի տեր մարդիկ, այս աստիճան վախեցած են։ Ռեժիմը երկրում փլուզվեց, բայց հեռուստառադիոընկերությունը օազիսի նման շարունակում է ֆեոդալական կանոններին հավատարիմ մնալ։ Մեր նախաձեռնության նպատակն է ազատագրել ոչ միայն հանրային հեռուստառադիոընկերությունը ֆեոդալներից, այլ նաև կոտրել աշխատակիցների խոսքի ազատության շղթաներն ու կարծրատիպերը։ Հանրայինը հանրությանը քաղաքացիական նախաձեռնություն։ Ինչ սկսել է մեր նախաձեռնությունը գործել, բազմաթիվ նամակներ ու հեռախոսազանգեր է ստանում։ Այ օրինակ վերջերս ինձ մեկը հաղորդեց, որ հանրային հեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ժամանելուց առաջ անվտանգության աշխատակիցը պարտավոր է սեղմած լինել, կանչել վերելակը, հա։ Տիկինը պետք է վերելակով բարձրանա միայնակ, նրա հետ ոչ ոք այդ վերելակից այդ պահին օգտվելու իրավունք չունի, եւ եղել է դեպք, որ անվտանգության աշխատակիցը ուղակի վերելակ չի կանչել, եւ դրա պատճառով տիկինը մեծ սկանդալ է այնտեղ բարձրացրել։ Տարբեր աշխատակիցներ մեծ զրույցներում պնդում են, որ տիկինը աշխատանքային հարաբերությունների էթիկայի կանոններին չի տիրապետում։ Մատ թափթալով, իրենից մեծ աշխատակիցների հետ, չգիտեմ, ինչ-որ մուննաթներով, վախեցնելով ու ինչ-որ ֆեոդալ, հա, տոտալիտար բնույթի ինչ-որ գործողություններով է, հա, ղեկավարում կառույցը։ Տիկնոջը նաև չի զիջում մյուսը, այսինքն Ռուբեն Ջաղինյանը, իրադարձություն կար նկարագրված, մամուլում բազմաթիվ տեղեր տպագրվեց, որ Ռուբեն Ջաղինյանը ուղղակի աշխատանքից հեռացրել է անվտանգության աշխատակցին, ընդամենը մի պարզ բանի պատճառով, հա, որ աշխատակիցը իր մեքենայի համար կայանատեղիում տեղ չի պահել։ Աշխատակիցն էլ իր պարտականությունները հիշեցնելով նշել է, որ ինքը պարկովշիկ չի։ Ռուբեն Ջաղինյանն էլ աշխատանքից հեռացրել էր։ Եվ այս ամբողջ քննարկումների ֆոնին լուռ է հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, մինչդեռ ինքը պարտավոր էր թեկուզ ամենաստահոդ ինֆորմացիային պաշտոնական հրապարակմամբ հանդես գալու։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը չի վերահսկում, չի ղեկավարում օրակարգ լրատվական ծառայությունը։ Այն, որ երկրի առաջին լրատվական ծառայությունն անհաղորդ է երկրում ծավալվող իրադարձություններին, անգամ ապացուցման կարիք չունի։ Սակայն խնդիրը միայն ռեժիմին բավարարելն ու հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների անբանությունը չէ։ Օրակարգ լրատվական ծառայությունը եղել է անհայտ ստվերային կառավարիչների ձեռքում։ Օրակարգի ղեկավարների եւ հեռուստամեկնաբան Քրիստինե Մելքոնյանի միջև մեդիադաշտում մեծ աղմուկ բարձրացրած սկանդալն այդպես էլ մնաց չլուսաբանված։ Ասել է, թե թաքուն պահվեց հանրությունից։ Օրակարգ լրատվական ծառայությունը չլուսաբանեց, թե ինչ պատճառներով էր աշխատանքից հեռացնում իր մեկնաբանին։ Փոխարենը համացանցում հայտնվեցին եթերից դուրս նկարահանված կադրեր, հաղորդավարի իբր անհամապատասխան լինելու մեկնաբանությամբ։ Այնուամենայնիվ մեկնաբանը շարունակեց իր աշխատանքն առաջին լրատվականում, իսկ ծագած խնդրի մասին հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ոչ մի պարզաբանմամբ հանդես չեկավ։ Ինչի համար է հեռուստառադիոընկերության այդ խորհուրդը
երբ աշխատակիցների բարձրացրած հարցերն այնուամենայնիվ լուծում են ստանում հաշիվ պարզելու ներքին կարգերով։ Ծառայողական քննություն անցկացնելու եւ պարզելու փոխարեն թե կոմպրոմանտի տեսքով եթերից դուրս մնացած կադրերն ինչպես են հայտնվել համացանցում, հանրային հեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը այս անգամ էլ լռեց, չնայած վերջինս միշտ էլ լուռ է։ Իշխանությունից շփացած այս մարդիկ տարիներ շարունակ երբեք պատասխանատվություն չեն կրել հանրության առաջ, իսկ հանրայինից զավթած օրակարգ լրատվականը շարունակում է մնալ գերության մեջ։ Հաջորդ խախտումը ըստ հոդված 28-ի խորհրդի գործնայնության կարգը ասվում է. խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործնայնության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով։ 2017 թվականի հունվարին մեծ աղմուկով փակվեց Մարտիկ հաղորդաշարը։ Քաղաքացիական նախաձեռնությունը խնդիր չի դնում, այս պետք է սկզբից միանգամից ֆիքսենք, խնդիր չենք դնում բացահայտել, թե ինչի է փակվել Մարտիկ հաղորդաշարը, կամ խնդիր չենք դնում ընդհանրապես բացվելու վերաբերյալ։ Խնդիրը հանրային խորհրդի անգործնեության մեջ է։ Հանրային հեռուստաընկերությունում եւ հանրային ռադիոյում եթեր հեռարձակվող եւ եթերից դուրս մնացած հաղորդումների ցանկը հաստատում է խորհուրդը, ապա ինչպես է ստացվում, որ ամեն օր գործող խորհրդի անդամները տեղյակ չեն լինում, որ հանրային առաջինում հաղորդում է փակվել։ Խորհրդի անդամներից մի քանիսը լրագրողից են տեղեկացել ու զարմացել, որ իրենց կառույցում հաղորդում է փակվել, այն էլ մեծ աղմուկով։ Մի հարց ունեմ ընդհանրապես ձեզ, կտակ մեկնաբանում հանրային խորհրդում քննարկում եղել է Մարտիկ հաղորդաշարը փակելու վերաբերյալ թե ոչ։ Ինչ քննարկում։ Մարտիկ հաղորդաշարը փակելու վերաբերյալ վերջերս քննարկում չէ։ Եվ պարոն Ջաղինյանը անդրադարձել է փակել։ Ես եմ լսում, ես առաջ եմ լսում։ Կասեք հանրային խորհրդում եղել է քննարկում Մարտիկ հաղորդաշարը փակելու վերաբերյալ։ Չէ, նման քննարկում չի եղել։ Իսկ ինչպես կմեկնաբանեք Ռուբեն Ջաղինյանի կողմից հաղորդում առանց պատճառաբանության փակելու փաստը։ Ես չգիտեմ, որտեղ չեմ խոսել Ջաղինյանի հետ։ Լավ, որպես խորհրդի անդամ ձեզ հետաքրքիր չէ ինչ փաստերով են փակվում հանրային հեռուստատեսության եթերում հաղորդումներ ստրատեգիական նշանակության։ Երբ որ քննարկենք, նոր կպատասխանեմ այդ հարցը։ Շատ լավ, դեռ կարող պատասխանել։ Թերևս բայց առաջիկայում այդ հարցը երբ որ քննարկենք, ես կպատասխանեմ այդ հարցը։ Շատ լավ, մենք սպասենք ձեր պաշտոնական հրապարակմանը, թերևս մի վերջին հարց եւ վերջ։ Մատենադարանի Գանձեր հաղորդումը եւս փակվել է։ Կա ինչ-որ ասոցիացիա, որ այսօր դասակցական թեմայով հաղորդումներ չպետք է լինեն հանրայինում։ Մենք այս տարվա ծրագիրը դեռ խորհրդում չենք քննարկել, եւ քննարկենք կասեմ։ Միշտ տարեմուտից առաջ, այսինքն դեկտեմբերին կամ հոկտեմբերին պետք է քննարկել հաղորդաշարերի ցանկը եւ ծրագրերը ցուցադրվող։ Ինչպես է ստացվել, որ այս տարի չեք քննարկել։ Դե մանրակրկիտ չենք քննարկել։ Կասեք հանրային խորհրդում եղել է քննարկում Մարտիկ հաղորդաշարը փակելու վերաբերյալ։ Չէ, նման քննարկում չի եղել։ Ապա ինչպես կմեկնաբանեք, ինչպես է ստացվում, որ հանրային խորհրդի նախագահը դուրս է գալիս, որ միանձնյա որոշում է կայացել եւ փակել հաղորդումը։ Ես գիտեմ, դա չեմ կարող մեկնաբանել։ Պարոն Գալստյան, դուք լինելով նաեւ հանրային խորհրդի անդամ, կարծում եմ, դուք էլ ունեք ձեր պատասխանատվության մի մասը։ Ինչպես է ստացվում, որ ձեր ձայնի իրավունքը եւ խոսքի իրավունքը ոտնահարում է նախագահի կողմից։ Առաջիկա նիստում կպարզենք։ Ինչպես է առանց նիստ գումարվելու հաղորդում փակվել, ով է իրավունք տվել Ռուբեն Ջաղինյանին միանձնյա սատրապի գործելավոճով որոշում կայացնել։ Նույն հոդվածի Բ կետում ասվում է, խորհրդի նիստերը դռնբաց են։ Խորհրդի անդամները խոստացել էին լրագրողներին կատարել իրենց պարտականությունը եւ նիստ գումարել պատասխանելու Մարտիկ հաղորդման գործազուրկ մնացած աշխատակիցների հարցերին, սակայն անցել է 1 տարի, ոչ մի հայտարարություն։ Հանրային հեռուստատեսությունից ինչ որ հեղեղուկ արձագանքներ եղան, բայց ոչ հանրային խորհրդից։ Իսկ հարցադրումը ուղղված էր հանրային խորհրդին։ Նշանակում է 1 տարի 5 ամիս նիստեր չեն գումարվել։ Եթե գումարվել են, ապա գաղտնի թղթի վրա թռչնակ նկարելու մակարդակի, որ հանրային մեծ հնչեղության հարցը մնացել է անպատասխան։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը չի կարող շարունակել իր գործունեությունը համաձայն Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասի, եթե խորհրդի անդամը
առանց հարգելի պատճառի 3 ամսից ավելի չի մասնակցել խորհրդի աշխատանքներին, ապա նրա գործունեությունը դադարեցվում է։ Այսինքն ստացվում է այնպես, որ 3 ամիս հետո այդ հայտարարությունից, որ իրենք պետք է նիստ գումարեն ու չեն գումարել, դե ֆակտո իրանք չեն աշխատել, 3 ամիս հետո իրանք բոլորը աշխատանքից պետք է ազատված լինեն։ Այսինքն մենք 1 տարուց ավել ունենք անօրինական կառավարման համակարգ սկսած հանրային խորհրդի անդամներից վերջացած տնօրեններով։ Նույն օրենքի 4-րդ գլխի 30-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է. Խորհրդի գործունեությունը հրապարակային է։ Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին։ Ինչ հրապարակայնության մասին է խոսքը, երբ անգամ խորհրդի անդամների անունները չկա on-line տիրույթում։ Եղածն էլ այնքան հին է, որ լուսահոգի Ստեփան Պողոսյանը դեռ հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։ Սրանից հետո խոսել հանրային խորհրդի մասին որպես հանրային խորհուրդ արդեն ավելորդ է։ Հասարակահաղացու համար, որին հաշվետու պետք է լինի խորհուրդը, հասանելի չէ եւ ոչ մի տեղեկություն, նիստերի անցկացման ժամանակացույցը, քննարկվող թեմաները, հաշվետվությունները եւ այլն։ Այսքանից հետո, գուցե զավեշտալի թվա, սակայն ձեզ ենք ներկայացնում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների երթումը։ Գլուխ 4, հոդված 27, հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, կետ 6, խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետևյալ երթումը։ Ստանձնելով հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները երթվում եմ։ Հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության, ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։ Երթվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ։ Կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով, անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից։ Քաղաքացիական նախաձեռնության պահանջը ինքնանպատակ չի։ Մենք ոչ միայն կառավարողների հեռացումն ենք պահանջում հանրային հեռուստատեսությունից, այլև հայտարարում ենք հեղափոխություն հանրային հեռուստատեսությունում։ Հանրայինը հանրությանը քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ոլորտի մասնագետներին, հանրային հեռուստառադիոընկերության ներկայիս եւ նախկին աշխատակիցներին միանալ հեղափոխությանը եւ ազատագրել հանրային հեռուստառադիոընկերությունը։ Հանրայինը հանրությանը քաղաքացիական նախաձեռնություն։